Հարգելիս, ո՞րն է անդիմադիր խոսքը, թուրք դավաճան հողատուն, կասեք ինչի մասին են խոսում մեր ընդդիմադիրները, վերջի, մի րոպե, եկեղեցին արդեն դարավ ընդդիմություն, շատ լավ գնա, շատ լավ, օրինակ եք բերում, կվերադառնամ, պատասխանեմ ու գգամ, հա, տեղ չգնաս։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում, խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերներ, ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ո՞րն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործի չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել, կամ եթե ես չասեի, դուք չգիտեիք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ բանարած